Հունիսի 13-ին տրվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր գրադարանի վերափոխման եւ արդիականացման ծրագրի մեկնարկը։ Կարծում եմ այս պահին գրադարանը շատ փոքր է 8000 ուսանողի համար։ Մենք ակնկալում ենք, որ ավելի մեծ թվով ուսանողներ կարող է սպասարկել նոր գրադարանը։ Մեզ ներկայացվել է, որ բացի գիտական եւ կրթական մասից ունենալու ենք նաեւ աշխատանքային, այսինքն բացի ինչ որ ժամանցային հատված։ Ներկայիս գրադարանը իհարկե ունի բոլոր հարմարավետությունները, սակայն հնաոճ է ավելի, իսկ նոր գրադարանը ոչ մի բանով չի զիջում միջազգային ստանդարտներին։ Ներկա պահին հերացիականներին, մեր ուսանողությանը ոչ հարիր գրադարան ունենք ցավոք սրտի, եւ լինելու է հանգստի սենյակ, գերհագեցած, բազմաֆունկցիոնալ, համակարգիչներ, պլանշետներ, որը միանշանակ ոգևորելու է մեր ուսանողներին։ Աշխատանքների իրականացնում են նիդերլանդական The Fish Vendenput ճարտարապետական ընկերության ներկայացուցիչները։ DVDP իրականացրած նախագծերից են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաստրիխտի եւ Հագայի թագավորական գրադարանները։ Կերոն զարգացման հիմնադրամի եւ բժշկական մայր բուհի համատեղ ջանքերով ստեղծվում է բազմաֆունկցիոնալ գերժամանակակից գրադարան։ Առաջին կոնցեպտի ներկայացումը տեղի ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Ներկայացվել են նոր դիզայնը, հատակագծերը, տեխնիկական մոտեցումները։ Ձեր ներկա 600 քառակուսի մետր տարած զբաղեցնող գրադարանի փոխարեն 3000 քառակուսի մետր տարած զբաղեցնող գերհագեցած, վայնացված, բաց եւ փակ դահլիճներով, անհատական պարապմունքների սենյակներով, խմբակային պարապմունքների սենյակներով մի տարածք, որը ավելի է լինելու, քան գրադարան։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում այս նախագծին, որովհետև այն արվում է մարդկանց համար, ում ձեռքերում է բոլորիս առողջությունը, հետևաբար մեր երկրի անվտանգությունը։ Կերոն զարգացման հիմնադրամի նախաձեռնած այս ծրագիրը նպատակ ունի ձևավորել ոգեշնչող ուսումնական միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն սովորում, այլ նաև հանգստանում է։ Իսկ ինչպես է այս նախագիծը համեմատվում ձեր նախորդների հետ Ռոտերդամում, Մաստրիխտում եւ Հագայում։ Ճիշտ է։ Շատ բաներ նույնն են։ Շատ բաներ վերաբերում են նույն խնդիրներին՝ ուսանողական կյանք, ակադեմիական մակարդակներ, լավ աշխատանքային գրադարանի տրամադրում, որոշ բաներ էլ տարբեր են։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանում կա մի սերունդ, որը շատ հավակնոտ է, շատ է տիրապետում իրավիճակին եւ շատ է մտահոգված հայկական ակադեմիական կյանքի կամ քաղաքի ապագայով։ Եվ ես կարծում եմ, որ դա նույնիսկ ավելի լավ է, քան այն երկրում, որտեղից ես եմ եկել։ Ես կարծում եմ, որ կաղնի փայտն է, որը ստեղծում է մթնոլորտը։ Եվ կա նաև մի բան, որը մենք հակված ենք մոռանալու։ Դա լուսատուներն է, որովհետև մենք այստեղ լինում ենք նաև գիշերը 11-ին, դեկտեմբերին, եւ այդ ժամանակ լույսերը շատ կարևոր են մթնոլորտի համար։ Այնպես որ դա է, եւ մի բան, որ դուք չեք տեսնում, ձայնամեկուսացումը։ Ձայնամեկուսացումը գրադարանում բացարձակապես անհրաժեշտ է։ Նոր գրադարանում կստեղծվեն բաց եւ փակ ընթերցասրահներ, հանգստի գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած համակարգչային տարածքներ, խմբային աշխատանքի գիտական քննարկումների համար տարածքներ, ինչպես նաեւ ժամանակակից ինտերիեր, բնական լույսով եւ հարմարավետությամբ։ Անի Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։